փառաբանումն է, որը ներկայացված է մեր մեծերին, այլև նաև խոհանոցային փառաբանում, որովհետև միշտ մեզ մոտ խոհանոցում եռուզեռը շատ է եւ պատրաստվում են համեղությունները։ Շնորհիվ մեր Ադրինեի, բարի սիրելի Ադրինե, բարի սիրելիներս, իսկապես եռուզեռը շատ էր այստեղ։ Բարի առավոտ, բարի արև իմ թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, այս պահին ուզում եմ ներկայացնեմ օրվա բաղադրատոմսը, որը բաղկացած է էլի վիտամինային, այսպես գեղեցիկ փունջով, այսօր աղցան եմ ձեզ ուզում առաջարկել։ Հուսով եմ գրի կառնեք եւ օրվա ընթացքում կամ մոտակա օրերին կպատրաստեք։ Այն շատ ձմեռային է, դեռ այսպես կարելի է ասել, ճիշտ է, արդեն մուտք են գործել գարուն, բայց ինքը մի փոքր ձմեռային, այսպես մթերքներով է պատրաստվելու։ Ինչու ձմեռային եմ ասում, որովհետեւ հատիկեղենը հատկապես օգտագործում ենք ձմռանը եւ այստեղ ունենք կարմիր լոբի, բայց այնուամենայնիվ այս ընթացքը մինչ արդեն ամառ կարող ենք մենք դեռ օգտագործենք այս կարևոր վիտամինային խումբը, հատիկեղենը, որը շատ հարուստ է պրոտեինով, ինչու եմ սա շեշտում ձմեռային, որովհետև մեզ ձմռան շրջանում շատ անհրաժեշտ է պրոտեին եւ ընդհանրապես, բայց այս շրջանում հատկապես։ Դե անցնենք առաջ, ներկայացնեմ մյուս բաղադրիչները, ինչ է մեզ այստեղ անհրաժեշտ։ Մեզ պետք է ուրեմն եգիպտացորենի հատիկներ, կարմիր լոբի, խաշած վիճակում է արդեն այն, այստեղ ունենք մարինացված սունկը, մեր անպայման ուզում եմ այս աղցանի մեջ օգտագործել, այսինքն բաղադրատոմսի մեջ ներառված է սունկ, որ տարբերակով դուք կօգտագործեք ձեր ընտրությունն է, մենք ունենք այս հրաշալի տարբերակը, որը ներկայացնում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որը լայն տեսականի ունի եւ այս սունկը մարինացված այդ տարբերակներից մեկն է։ Այստեղ ունենք կարմիր մեկ պղպեղ, ունենք շալոտ տեսակի սող, շալոտը հաճախակի այդպես է կոչվում այս գույնի սոխը, շալոտ, շատ գեղեցիկ անուն է եւ իհարկե ես շատ եմ սիրում, այն հատկապես օգտագործվում է աղցանների մեջ, այսինքն գերադասելի է օգտագործել աղցանների մեջ։ Այստեղ ունենք մաղադանոս եւ ունենք կանաչ սող։ Այս գեղեցիկ հավելումը շատ համեղ է ստացվում եւ համապատասխան են շատ այս բաղադրիչները միմյանց եւ իհարկե մի քանի համեմունք ենք օգտագործելու։ Այս պարագայում ունենք խմելի սունելի, մի փոքր սխտորի փոշի, բնականաբար կարմիր սև պղպեղ ենք օգտագործելու, այսպես ընթացքը ցույց կտա։ Հիմա ես պետք է անցնեմ գործի, այսինքն ամենաառաջին հերթին կսկսենք գործը պղպեղից, պղպեղը պետք է մանրացնենք, մեր սունկը պետք է կտորների վերածենք, մնացած բաղադրիչները արդեն համարյա պատրաստի վիճակում են, միայն պետք է միախառնել եւ բնականաբար կանաչի սող կտրատելն է, դա ընթացքում միասին կանենք։ Հիմա ես անցնեմ իմ գործին, ահա ինձ պետք է մի հարմարավետ դանակ, որը ներկայացնում է Տրամոնտինա բրազիլական բրենդը, շատ թեթև, գեղեցիկ, մաքուր, էկոլոգիապես մաքուր եւ խոհանոցում շատ անհրաժեշտ իրեր, որոնք շատ թեթև են եւ այսպես հասանելի բոլոր տնային տնտեսուհիների համար կարեւոր այսպես բաղադրիչ մաս։ Եվ այսպես անցնեմ առաջ, մաքրենք մեր պղպեղի միջուկը եւ իհարկե սկսենք կտրատել։ Կտրատելու ձևը սիրելիներս ըստ ճաշակի կցանկանաք խորանարդի կտորների վերածեք, ապա ոչ կարող է երկարավոր շերտեր անել, ոնց դուք եք ցանկանում։ Ես էլ ընթացքում կհասկանամ, որ տարբերակն եմ ընտրում ու կառաջնորդվենք այդպես։ Երևի փոքրիկ կտորների կվերածեմ, որովհետև կցանկանամ, որպեսզի մյուս բաղադրիչների հետ համահունչ լինի։ Քանի որ լոբին փոքրիկ է, եգիպտացորեն փոքրիկ է, ավելի փոքր կտորներ կանեմ ես, թե պղպեղը եւ թե սունկը։ Այսպես։ Ես բոլոր այս սպիտակ հատվածները, երակները, այսպես ասած, հեռացնում եմ, որպեսզի աղցանի մեջ ավելի գեղեցիկ տեսք ունենա մեր պղպեղը։ Այսպես, սակայն յուրաքանչյուր փոքրիկ մաս պղպեղի, ինչը վերաբերվում է մթերքին, շատ կարևոր է, վիտամիններով հարուստ։ Կարմիր պղպեղի մասին ասեմ, որ ամբողջությամբ վիտամին C է, ամբողջությամբ պետք է հաճախակի օգտագործել, այնպես որ շատ կարևոր բաղադրիչ է պղպեղը։
հատկապես կամած արդեն եղանակը բացվելու է, բոլոր մթերքները, այսպես ասած, իրենց շունչն են ստանալու եւ կարող ենք շատ առատ եւ ճոխ օգտագործել։ Խնդրեմ։ Ողջույն Սուրեն ջան։ Դու նորից անցել ես գույներին, ինչը շատ գեղեցիկ է, կարմիր, կանաչ, դեղին, անպայման եւ մանուշակագույն։ Այո, ես գիտեմ, որ դու լոբի այնքան էլ չես սիրում, ես դրա մասին տեղյակ եմ, բայց այս աղցան շատ համեղ է, եթե ցանկություն ունենաս, բնականաբար կփորձես, իսկ եթե չես ուզի, դե հատիկավորը կարելի է մի կողմ թողնել։ Ինչ որ դու ես պատրաստում, շատ համեղ է եւ բնականաբար փորձել անպայման պետք է։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, հաստատ, ես կարծում եմ քեզ դուր կգա։ Ես կարծում եմ եթե կտրատեցինք, process-ը շատ երկար չի։ Չի, process-ը երկար չի, սիրելիս, ես պետք է պարզապես սունկը կտրատեմ, կանաչեղենը, սոխը եւ այս բոլորը միախառնենք։ Այո, իրականում մենք ճիշտ է փուլ առ փուլ ցույց կտանք, բայց շատ արագ պատրաստվող աղցանի տարբերակ է, հատկապես եթե պատրաստի արդեն կա խաշված լոբին, այնպես որ շատ հեշտ պատրաստվող աղցան է, բայց օգտակար։ Բայց օգտակար, սա շատ կարևոր է։ Իսկ այս պահին կլինի կարճատև դադար, արդյունքն հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, սիրելիներս, այսօր շատ համեղ աղցան եմ ձեզ առաջարկում, հուսով եմ մինչ այս պահը մեզ հետ էիք, իսկ եթե ոչ կան մարդիկ, որ հենց նոր են միացել, ես ասեմ ինչ ենք պատրաստում, համեղ աղցան, հարուստ վիտամիններով, հատկապես պրոտեինով, որովհետև այստեղ ունենք կարմիր լոբի խաշված տարբերակով արդեն, ուրեմն մեզ ինչ է անհրաժեշտ, մեզ պետք է խաշված լոբի, եգիպտացորենի հատիկներ, մենք այստեղ ունենք մարինացված որը արդեն ես պետք է կտրատեմ, այստեղ կտրատել եմ արդեն կարմիր պղպեղը մեր թասիկի մեջ եւ իհարկե ունենք կանաչի մաղադանոց, կանաչ սոխ, ունենք շալոտ տեսակի սոխ եւ իհարկե կիտրոն, վերջում պետք է կիտրոնով համեմենք ու համեմունքներով։ Համեմունքներից ընտրել եմ հատկապես սխտորի փոշի եւ խմելի սունելի, կարմիր սև պղպեղ դա ընթացքում։ Հիմա անցնեմ առաջ, ինչ պետք է անել, պետք է այս գեղեցիկ սնկերը կտրել 4 մասի, բաժանել 4 մասի։ Եթե չունեք մարինացված տարբերակը, սիրելիներս, պարզապես թարմ տարբերակը կարող եք օգտագործել։ Իմիջիալոց նշեմ, կարող եք եւ տապակված այն օգտագործել եւ կարող եք հում վիճակում օգտագործել։ Իմիջիալոց որոշակի մթերքներ կան հում վիճակում ավելի օգտակար են, քան եփված տարբերակով եւ այդ թվում նաեւ սունկը։ Եթե կարողանաք հում օգտագործել, շատ ավելի պայծառ, այսպես ասած։ Ահա։ Փոքրիկ սնկերը իհարկե ես 2 մասի կբաժանեմ, իսկ մեծ սնկերը կբաժանեմ 4 մասի, որպեսզի մեր մյուս բաղադրիչների հետ եւ համահունչ լինի եւ ուտելիս հարմար լինի։ Ասեմ, որ աղցանը հեշտ պատրաստվող է, մատչելի է, այնքան էլ շատ գումար պետք չէ այս աղցանը պատրաստելու համար, սիրելիներս, յուրաքանչյուր մթերքից, բաղադրիչից փոքր, եթե այսպես կարողանանք ձեռք բերել, այնքան շատ գումար չի խլի, բայց հակառակը ծավալը բավականին մեծ կստացվի, որովհետև տեսեք բազմաթիվ այստեղ բաղադրիչներ կան, որոնք արդեն իսկ այսպես ասած առատություն կապահովեն։ Այսպես, ավելացնում եմ սունկը մեր գեղեցիկ պղպեղի կողքին, գունային համադրությունն էլ շատ գեղեցիկ կլինի եւ իհարկե գարնան այն շունչը, այն արևը, որին այսքան սպասել ենք, այսքան սիրում ենք բոլորս, պետք է աղցանի միջոցով եւս վայելենք։ Ահա սիրելիներս, ինչու ոչ կարելի է այս պահին ավելացնել այս 2 հատիկեղենը, այսինքն լոբին եւ եգիպտացորենի հատիկները, մնացած բաղադրիչները քիչ ավելի ուշ ես կկտրատեմ, որպեսզի էլի միասին շարունակենք աղցանի պատրաստումը, ահա տեսեք որքան գունեղ եւ գեղեցիկ է մեր աղցանը հենց այս պահին դեռ ոչ խառնված վիճակում։ Սիրելիներս, այս պահին կլինի
դադար, դուք մնացեք մեզ հետ, հետո միասին կշարունակենք։ Եվս մեկ անգամ ողջույններ, ջերմագին ողջույններ սիրելիներս, մենք այսօր պատրաստում ենք համեղ աղցան, արդեն բավականին աշխատանք ենք կատարել, ահա տեսեք այս ամանի մեջ մենք ունենք կարմիր լոբի, կարմիր պղպեղ ունենք, սունկ ունենք, եգիպտացորենի հատիկներ եւ հիմա պետք է ավելացնենք մյուս բաղադրիչները, իսկ մյուս բաղադրիչներից են ուրեմն կարմիր սոխը, շալոտ տեսակի սոխը, որը կիսալուսնաձև պետք է կտրատենք, այսպես, շատ գեղեցիկ, եւ այստեղ մեզ օգնության է հասել այս հրաշք սուր դանակը, Տրամոնտինա, ուրեմն բրենդի, բրազիլական իմիջիայլոց բրենդի այս ընտիր դանակը, որը պարզապես հոգսերը թեթևացնում է խոհանոցային, էլ ասելու չէ, ահա, շատ բարակ, ինչ չափի ուզեք, այս սրությունը ապահովում է, ինչ չափի, ինչ բարակության, ինչ ձևի ուզեք, կտրատում է այն, շատ հարմար և գեղեցիկ, ահա, այսպես, իմիջիայլոց հիմա այս պահին ես ուրեմն սոխը, այս պահին սոխը այսպես ձեռքով կտրորեմ, որպեսզի առանձնացնեմ իրարից, ինձ Տիգրանը ինչ-որ բան է հուշում, որ ես չեմ կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը, բայց ես հիմա ավելացնեմ ու լաց եմ լինելու, սոխը շատ կծու էր, ավելացնեմ սոխը այստեղ, իսկապես ժողովուրդ, այս ինչ կծու սոխ էր, վայ, և իհարկե կանաչիները կկտրատենք, կանաչիներից մենք այստեղ ունենք կանաչ սոխ և ունենք մաղադանոս, միասին, հենց իրար հետ միասին այսպես կկտրատենք և կավելացնենք մեր աղցանին։ Շատ համեղ աղցան է, սիրելիներս, անկեղծ եմ ասում, որովհետև շատ հարուստ է համերով և իհարկե շատ հետաքրքիր է, իրեն գույների համադրությունը ես կարծում եմ շատ լավն է, այնպես որ հաստատ պետք է փորձել։ Սուրեն, գիտես ես լաց եմ լինում։ Ինչի, սոխ ես կտրատել։ Որովհետև սոխ եմ կտրատել, այո։ Պետք չի հուզվել, ես հիմա տեսնում եմ։ Ես շատ հուզվեցի աղցանը պատրաստելիս, այդպես ստացվեց։ Ադրինե ջան, մի հուզվիր, բայց ես գիտեմ, որ կան լայվ խակեր, հա, սոխը կտրատելու, որ չեն լաց լինում։ Ես էլ գիտեմ, նախ ամենաառաջին հերթին ասում են, եթե սոխ ես ուզում կտրատես, պետք է դանակը դնես սառցախցիկում, մի կես ժամանա, այնուհետև շատ արագ կտրատես, այդպիսի բաներ են ասում։ Հետո կարող ես մի քիչ պարզապես սոխը թողնել ջրի մեջ, հետո կտրատել, կարող ես սուլել կտրատման ընթացքում, ասում են չես ուզվի, այդպիսի բաներ են ասում։ Ես իրականում այդքան չեմ փորձել այդ տարբերակները, սակայն այդ սառցախցիկի պահը աշխատում է։ Եվ այսպես արդեն կտրատեցինք, կավելացնենք նաև մեր աղցանի վրա։ Ես հասկացա, որ դու եկար թասիկս այս կողմ բերեցի։ Ես հասկացա։ Ակնարկը հասկացա, իհարկե կանաչին ենք ավելացնում։ Այ այսպես։ Շատ ես նշեցի, որ այն մի փոքր ձմեռային աղցան է, բայց գունային համադրությունը հաստատ գարնանային է, սա էլ նշենք, շատ այսպես արևոտ, գեղեցիկ, թարմ տեսք ունեցող աղցան է։ Այ այսպես, դու ոչ մի բան չես նկատում։ Օ, ես առաջին անգամ քո նվիրած նվերը կրում եմ այսօր և շատ հիացած եմ նրանով, ինչի համար էլի շատ շնորհակալ եմ, այսպես հրաշքներ են կատարում մարդու կյանքում, որ անմոռանալի են։ Մերսի Սուրեն ջան, քո յուրաքանչյուր առողջության պատրաստածը մեզ համար անմոռանալի է եւ հրաշք է, քեզ է շնորհակալություն Անդրինե ջան։ Մենք կտրատեցինք, ամեն ինչ լցվեց եւ խառնելու պրոցեսն է, բայց մինչ խառնելը բնականաբար պետք է համեմենք այս համեղ աղցանը։ Իհարկե ես ասել եմ, որ պետք է խմելիս սունելու օգտագործենք, մենք պետք է այստեղ սխտորի փոշի օգտագործենք, կիտրոնի հոտ, աղսև, պղպեղներ, այսպես բազում, ուրեմն
ավելացնելու բաներ դեռ ունենք եւ ուզում եմ թողնեմ այդ ընթացքը քիչ ավելի ուշ, եթե այդպես կստացվի, այո։ Եվս մեկ անգամ կրկնենք բաղադրիչները, թե ինչ է մեզ պետք է կարմիր լոբի խաշված տարբերակով եգիպտացորենի հատիկներ, սունկ, կարմիր պղպեղ, մաղադանոս կանաչ սոխ, շալոտ տեսակի սոխ, սոխը ըստ ընտրության ցանկության, ըստ ճաշակի եւ իհարկե արդեն սոուսը ավելի ուշ կպատրաստենք եւ կմիախառնենք։ Դե եթե ամեն ինչ արդեն մանրամասնորեն ներկայացվեց, այս պահին կլինի դա թարմեր եթերում, Ադրինե, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Եվ կարևոր է առավոտյան նաև շատ լավ նախաճաշելը, իսկ այդ հարցում մեզ մշտապես օգնում է մեր շատ սիրելի Ադրինեն։ Ադրինե, որ փուլում ես հիմա։ Շնորհակալություն Սոնա ջան, խոսքը ինձ փոխանցելու համար, ասեմ, թե ինչ ենք արել մինչ այս պահը։ Մենք ամենավերջնական փուլում ենք գտնվում, սիրելիներս, այսօր պատրաստել ենք շատ համեղ աղցան, որը բաղկացած է կարմիր լոբուց, եգիպտացորենի հատիկներից, սնկից, կանաչիներից, շալոտ տեսակի սոխից, կարմիր պղպեղից եւ հիմա ժամանակն է ավելացնել համեմունքները եւ իհարկե կիտրոնի հյութը, ինչը շատ ավելի համեղ կդարձնի, թեթև կդարձնի մեր այսօրվա աղցանը։ Ինչպես նշեցի, մենք այսօր համեմունքներից օգտագործելու ենք մի փոքր սխտորի փոշի խմելի սունելի։ Ահա ես իմ համապատասխան չափաբաժնով լցրել եմ այս ամանի մեջ եւ իհարկե կլցնենք աղցանի վրա։ Այստեղ ավելացնենք աղ։ Սիրելիներս, եթե կարմիր լոբին խաշեք հենց աղով, այսինքն աղաջրի մեջ էլի մի փոքր եռացնեք, ապա աղցանին աղ ավելացնելիս մի փոքր պետք է զգուշ լինել։ Ես իմիջիալոս չէի ավելացրել աղ, հիմա հենց այս պահին կփորձենք տեսնենք ինչպիսի համ է ստանում այն։ Եվ այստեղ ավելացնենք, ինչպես ասացի, մեր դասական տարբերակ, ուրեմն կարմիր պղպեղ, սև պղպեղ համեմունքները։ Ահա։ Եվ խառնենք, այս բոլորը խառնենք, մինչ այդ իհարկե կիտրոնի հյութը քամենք, ես ձեռքով տրորեմ, որ ավելի հյութեղ եւ հեշտ քամվի մեր կիտրոնը, ահա, իմիջիալոց կիտրոնը կապահովի թեթևություն այս աղցանին հաստատ եւ դյուրամարս կդարձնի, այնպես որ անպայման կարող եք կիտրոնի հյութը պարտադիր օգտագործել, իսկ եթե ոչ, սիրելիներս, եթե ցանկանաք, որ այն լինի ավելի հագեցնող աղցան, ապա խորհուրդ կտամ այս ամբողջի վրա ավելացնել թթվասեր, իսկ այդ հարցում ձեզ կարող է օգնել մեզ եւ ձեզ կարող է օգնել Էլոլա ապրանքանիշը, որը շատ հարուստ տեսականի ունի եւ կատնամթերքի եւ պանիրների, որոնք շատ բազմապիսի տեսակներ են, յուրաքանչյուր ուտեստին հարմար, յուրաքանչյուր ճաշակին հարմար, այդ մեծ զամբյուղից տեսականոց կարող եք որևիցե տարբերակ գտնել։ Նաև ասեմ, Էլոլան ունի շատ համեղ հալած յուղ, որը բոլոր տաքուտեսներին շատ հարմար է եւ ունի պսկաթան, որի մասին շատ խոսել եմ, դեռ չի հաջողվել որևիցե բան պատրաստել, բայց անպայման պատրաստելու ենք։ Եվ իհարկե ասեմ, որ մեր հայրենակիցները դրսում, Լոս Անջելեսում կարող են հայկական խանութներից ձեռք բերել Էլոլայի բոլոր մթերքները, այնպես որ շտապեք, գնացեք եւ զգացեք բնական կաթի համը։ Ահա այսպես ավելացրեցի նաեւ մեր կիտրոնի հյութը, ավելացնենք բուսայուղ անպայման եւ իհարկե պետք է այն խառնենք։ Մինչև վերջին կաթիլը ես երևի թե կօգտագործեմ այստեղ, դուք կարող եք սիրելիներս նաև ձիթայուղ ավելացնել, եթե ձիթայուղ սիրում եք, կարող եք ձիթայուղով հենց պատրաստել այս աղցանը։ Ես մի փոքր, այսպես ասած, ձիթայուղով աղցանները այնքան էլ, այսպես ինձ համար ծանրամարս են, ես աշխատում եմ քիչ օգտագործեմ, բայց շատ ավելի օգտակար է, քան պարզապես արևածաղկի ձեթը, այստեղ կարող եք օգտագործել պարզապես հենց եգիպտացորենի
յուղ, եթե ձեռքի տակ կա, աղցաններին այ շատ ավելի համեղ է ստացվում աղցանները հենց եգիպտացորենի յուղով, շատ հավատացնում եմ, եթե փորձեք ինքներդ էլ տարբերությունը կզգաք։ Հիմա այս պահին ընդամենը պետք է այս գեղեցկությունը խառնել։ Եվ իհարկե ասեմ, որ այս ամաններից, որ ես օգտվում եմ, նույն այս գդալները, նույն այս թասիկը, ես օգտվում եմ Tramontina բրազիլիական ֆիրմայի հրաշալի այս սպասքից, այս ամանեղենից, որը շատ հարմարավետ է, շատ թեթև է, շատ այսպես օգտակար է խոհանոցում եւ իհարկե այն էկոլոգիապես մաքուր է։ Եվ իհարկե կանանց բոլոր սիրելի բոլոր տարբերակները այդ խանութից կարող եք ձեռք բերել։ Ահա, խառնեցինք, տեսեք որքան գեղեցիկ է, որքան շատ հարմարավետ եւ գեղեցիկ։ Ահա, այսպես սիրելիներս, համարյա մեր աղցանը պատրաստ է, բայց ես պետք է անդրադառնամ նաև, քանի որ աղցանի մեջ օգտագործել ենք մարինացված սունկ, ես պետք է անդրադառնամ Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս լայն տեսականուն, որը շատ հարուստ է պահածոների տեսականիով, այնտեղ յուրաքանչյուր համեղ ուտելիք կգտնեք, թե լինի թթուներ, թե լինի կոմպոտներ, թե լինի, չգիտեմ, աղցանների համար նախատեսված մթերքներ, հաստատ այդտեղ կգտնեք, անպայման գնեք եւ փորձեք, չեք փոշմանի։ Իսկ հավելումը կասեմ արևի մասին, Solar Center-ը առաջարկում է արևային համակարգեր, բավականին լավ տարբերակներով, զեղչերով, անպայման, եթե հատկապես ուրեմն որոշեք ապառիկ ձևակերպել, առաջիկա 3 ամիսները ընկերությունը հենց ինքը կվճարի ձեր փոխարեն, այնպես որ կարող եք օգտվել այս մեծ հնարավորությունից, իսկ եթե կապվեք մինչ մեր հաղորդման ավարտը Solar Center-ի հետ, 5% հավելյալ զեղչ կստանաք։ Այսպիսի գեղեցկություն, այսպիսի համեղություն ես հավելելու ինչ ունեմ, միայն կարող եմ ասել մոտակա օրերին, հանգստյան օրերին կարող եք այս աղցանը պատրաստել, որովհետև այն շատ հագեցնող է, շատ համեղ է եւ տոնական տեսք ունի, ինչու ոչ, կարող եք պատրաստել, հրամցնել ընտանիքի անդամներին, վստահ եմ գոհ կմնան։ Իսկ եթե որևիցե հարցեր կունենաք խոհանոցի հետ կապված, որևիցե բաղադրատոմսի հետ կապված, ինձ շատ հանգիստ կարող եք գրել եւ ես անպայման կարձագանքեմ։ Ահա այսպես սիրելիներս, այսպիսին էր այսօրվա իմ առաջարկը, հուսով եմ օգտակար առաջարկ էր, հուսով եմ կփորձեք եւ կարձագանքեք։ Հիմա կլինի դադար, այնուհետև կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի ողջույն, սիրելի հեռուստադիտողներ ջան, այսօր առաջարկել եմ շատ համեղ աղցան, գունեղ աղցան, վիտամիններով հարուստ։ Այստեղ կա կարմիր լոբի պրոտեին, դա նշանակում է այստեղ պրոտեինը շատ գերակշռող է։ Կա եգիպտացորենի հատիկներ, սունկ, կարմիր պղպեղ, կանաչեղեն, սող, կիտրոնի հյութով համեմված, բազմապիսի համեմունքներով համեմված։ Դուք էլ փորձեք, ես վստահ եմ շատ կհավանեք այն։ Եվ հիմա իհարկե մատուցման պահն է եկել, ես փորձեմ այն գեղեցիկ, այս գեղեցիկ ամանների մեջ, սպասքի մեջ մատուցել, իհարկե սպասքը, ինչպես նշեցի, տրամադրում է մեզ Tramontina բրազիլական, ուրեմն բրենդը, շատ գեղեցիկ ամաններ եւ մնացած բաղադրիչները, ինչով որ պատրաստեցինք մեր այսօրվա աղցանը, մեզ տրամադրում են մեր մյուս գործընկերները։ Ահա այսքան համեղ, այսքան գունեղ եւ օգտակար։ Կողքին կարող եք բազմապիսի, ուրեմն շատ համեղ խորտիկներ մատուցել, խավարտ մատուցել, կամ կարող եք Elo ապրանքանշի պանրի տեսականիից որևիցե պանիր կողքին մատուցել։ Մի խոսքով, լավ եղեք, առողջ եղեք, ամենակարևորը ձեզ հետևեք, ձեր սննդակարգին հետևեք, չմոռանաք նախաճաշի մասին եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ։ Ես ձեզ շատ եմ սիրում, խոսքս փոխանցեմ գործընկերներիս, կհանդիպենք։